Ալելույա, Արտնյալը մեր Տերը։ Ես պիտի խոսեմ մի բանից, որը մենք պիտի շարունակենք, սա առաջին անգամը չի։ Ես ձեզ արդեն ասել եմ, որ Աստված ունի որոշակի իշխանություն, ու իր որդիներին տվել է իշխանություն։ Մի ժողովրդի, որը դուք եք, ուրիշները չեն։ Այսօր նույնիսկ խոսեմ իշխանության մասին, բայց պիտի խոսեմ իշխանության գործելու պայմանների մասին։ Ինչ պայմանների դեպքում աստվածային իշխանությունը գործում։ Գիտեք, Հայաստանը ունի բանակ, բայց այդ բանակի իշխանությունը, զորությունը կախված է որոշակի պայմաններից։ Նույն ձևով դուք, ամեն մի անհատ իր կյանքում ունի որոշակի իշխանություն։ Ունեք դուք ձեր ընտանիքի մեջ, դուք ձեր կյանքի վրա, բայց միշտ այդ իշխանությունը կախված է ինչ-որ պայմաններից։ Մենք Աստծո հետ ենք ապրում, Աստծո մարդիկ ենք, ու շատ հաճախ ուրախ ենք նրանով, որ իշխանությունն ենք Աստծո կողմից տրված։ Օրինակ գիտեք, որ աղոթելը դա իշխանություն է։ Մի քիչ երևի չգիտեմ հետագայում կընդարձակեմ երևի այս նյութը, բայց երբ որ օրինակ դուք ինչ-որ մի գործ եք անում տանը, գիտեք, որ դա իշխանություն է։ Ցանկացած գործ կապված է իշխանության հետ։ Օրինակ կանայք իրենց տան ափսեները լվանում են։ Գիտեք, որ դուք իշխանությունն եք այդ ափսեները լվանալու։ Օրինակ հարևանի տան ափսեների վրա դուք իշխանություն չունեք։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Նույն ձևով եկեղեցում, նույն ձևով կյանքի բոլոր բաժիններում։ Բայց դրա համար կան պայմաններ, ինչ պայմանների դեպքում է իշխանությունը գործում։ Մենք Աստծո մարդիկ ենք, Աստծո իշխանությունն էլ որոշ պայմանների դեպքում է գործում մեր կյանքում։ Ու շատ հաճախ դուք կտեսնեք աղոթքներ, որ արվում են հիվանդությունների համար, որ չեն պատասխանվում, որ արվում են որոշակի ինչ-որ հարցերի համար, ու կարծես թե պատասխան չի լինում դրանց համար։ Մի պահ կարիք է լինում քննել, արդյոք ես այդ պայմաններին համապատասխանում եմ, իմ կյանքում այդ պայմանները գործում են թե ոչ։ Եկեք ուսումնասիրենք դրանք։ Ես 4 բան պիտի ասեմ, 4 պայման պիտի ասեմ, որոնք պիտի այսօր ուսումնասիրենք ու դրանցով հասկանանք, թե որքան կարևոր է մեր կյանքում այս պայմանները աստվածային իշխանության գործելու համար, կարևոր են այս պայմանները։ Ամենակարևոր պայմանը գրված է Հովհաննես ավետարանի 1-րդ խոսքում։ Քրիստոնյաների ամենասիրած խոսքերից մեկը գրված է այսպես. Ես կարդամ 11-ն էլ հետը։ Գրված է իրեններին եկավ եւ իրենները իրեն չընդունեցին, բայց որոնք որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, որոնք հավատում են իր անվանը։ Իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Մեկ հարցում են ինչու իշխանություն Աստծո որդի լինելու։ Գիտեք ինչու։ Նրանք ովքեր երեխա ունեն կհասկանան, ձեր երեխաները իշխանություն ունեն ձեր տան մեջ որոշակի բաներ անելու։ Այդպես է թե չէ։ Ակ հարևանի երեխան ձեր տան մեջ այդքան իշխանություն չունի, եթե դուք չտաք։ Չգիտեմ դուք թույլ տալիս եք, որ ձեր հարևանների երեխաները գան ձեր տուն, օրինակ մտնեն ձեր սառնարանի մեջ։ Կամ ձեր պահարանների, չգիտեմ, պահարանների վրա բարձրանան ձեր տանը։ Բայց ձեր երեխաները անում են, չէ՞, այդ բանը, ու իրենք երբ սոված են գնում սառնարանը բաց են անում։ Գիտեք ինչու, որովհետև իշխանություն ունեն։ Սա իշխանությունն է նշանակում։ Եթե գրված է, որ իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու, նշանակում է, որ մենք Աստծո տան մեջ եղած ամեն ինչից օգտվելու իշխանություն ունենք։ Այսինքն դարձել ենք որդիներ, սա մի յուրահատուկ բան է մեր համար։ Այսինքն մեր հայրը մեզ իշխանություն է տվել իր տանից օգտվելու։ Ու սա հեծեպես չէր։ Հիսուսը Պետրոսին ասեց. երկնքի թագավորության բանալիները քեզ եմ տալիս։ Այսինքն մի թագավորություն, որը դու կարող ես բանալիով բացել, մտնել ներս։ Ու հետո այդ բացել մտնելուց հետո ինչ որ իշխանությունից օգտվել, ինչ որ բաներ ունենալ այնտեղ, իրավունքներ ունենալ։ Գիտեք, իշխանությունը արտահայտվում է երկու բանով՝ պարտականություններ ու իրավունքներ։ Դրա մասին չեմ ասի, կշեղվեմ, որ դրանից խոսեմ։ Դուք իրավունք ունեք Աստծո տված իշխանությունից օգտվելու, սա եմ ուզում ասել։ Գիտեք ինչու, որովհետև ինքը մեր հայրն է, ու մենք իր որդիներն ենք։ Սա ամենաառաջին պայմանն է։ Ոչ ոք չի կարող աստվածային իշխանությունից օգտվել, եթե նրա որդին չլինի։ Մենք ապրում ենք նոր կտականային ժամանակաշրջանում, ես 5 կտականի մասին չեմ խոսելու։ Այս ժամանակներում ոչ ոք աստվածային իշխանությունից օգտվել չի կարող, եթե որդին չլինի։ Ցանկացած մեկը, որ կգործի հրաշքներ, ու Աստծո որդի չի լինի, ծնված չի լինի Աստծո կողմից, դա այդ գործերը կանի իր հոր սատանայի կողմից, նույնիսկ հրաշքները կարանի սատանայի կողմից։ Գիտեք ինչու, որովհետև աստվածային իշխանությունն են միայն Աստծո որդիները։ Սրա համար մեզ մի կարևոր պայման է պետք։ Արդյոք դու Աստծո հետ ունես այն դիրքը, որ ինքը քո հայրն է, դու իր որդին։ Այս հարաբերության դիրքը դու ունես, ինչով արտահայտվում ընդհանրապես Աստծո եւ իր որդիների հարաբերությունը։ Ձեր եւ ձեր երեխաների հարաբերությունը ինչով է արտահայտվում։ Առաջին հերթին մտերմությունով, առաջին հերթին հարազատությունով։ Այդ որ ծնողն է, որ ասում է երեխայիս համար կյանքս չեմ տա։ Մի հատ նայեք ձեր երեխաներին, մի հատ նայեք ձեր ծնողներին, արդյոք ձեր ծնողները ձեր նկատմամբ այդպես չեն եղել։ Կամ դուք ձեր երեխաների նկատմամբ։ Ավետարանչը գրում ասում է դուք որ չար եք ու բարի բաներ տալ գիտեք ձեր երեխաներին։ Այո, մենք որ չար ենք ու մեր երեխաների համար մեր կյանքը կտանք։ Ամեն երկնային հայրը, որ կատարյալ բարություն է, ինչ պիտի խնայի իր տանից։
Գիտեք, որ ես համարյա բառացի ասացի Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում եմ, եթե իր որդուն տվեց ու չխնայեց, էլ ինչը պիտի խնայի մեզանից։ Այսինքն ամեն ինչ կտա, միայն թե դու որդի լինես իրեն, իր որդիների համար ամեն ինչ կտա։ Քրիստոնեության մեջ հաճախ գաղափարները ավելի շատ աճում են, քան թե աճում է այդ որդիական դիրքը Աստծո առաջ։ Գիտեք, մարդիկ կարող է շատ խոսեն Աստծո մասին, շատ պատմեն, բայց ես հարց եմ տալիս, արդյոք դուք ճիշտ որդիական դիրք ունեք Աստծո առաջ։ Որդիական դիրքը առաջին հերթին երևում է հարազատությունից։ Դու որքան Աստված, որքան հարազատ է քեզ համար։ Այս հարազատությունը ձգում է հաղորդակցության, դուք որքան եք հաղորդակցվում Աստծո հետ։ Եթե դուք չեք սիրում հաղորդակցությունը, չեք սիրում ձեր հոր խոսքերը կարդալն ու լսելը, արդյոք կա որդիական հարաբերություն։ Եթե ուզում եք ունենալ իսկապես աստվածային իշխանություն, ձեր հոր տանից օգտվելու իշխանություն, ձեզ պետք է հարազատություն ու մտերմություն։ Եվ երկրորդ կարևոր պայմանը հոր առջև որդիական վերաբերմունքի դա հնազանդությունն է։ Այդ որ որդին է, որ պիտի իր հորը հնազանդ չլինի։ Որքան առավել Աստված։ Եթե այսօր երեխաները մանավանդ երիտասարդների մոտ է դա շատ պատահում, իրենց ծնողների մասին ասում են մեզ չեն հասկանում։ Գիտեք, հնարավոր է, որ ձեզ չհասկանան։ Ասում են իրանք հետամնաց են, իրանք սերունդը անցավ արդեն իրանք ժամանակաշրջանի համեմատ են ուզում մեզ դաստիարակել։ Գիտեմ երիտասարդները ինչ են մտածում, դրա համար եմ դրանք ասում։ Ու գիտեմ, որ դուք էլ լսում եք շատ ժամանակ այդպիսի բաներ։ Բայց չէ՞ որ մեր երկնային հայրը ինքը կատարելություն է ուղղակի։ Ինքը կատարյալ է հասկանում մեր սրտերը։ Այս դեպքում ստացվում է, որ Աստծուն մեր երկնային հորը չհնազանդվելը հենց մեզ է վնաս, որովհետև ինքը միշտ ուզում է մեզ բարիք անի։ Ու հենց որ չենք հնազանդվում, մենք մեզ ենք վնասում։ Ոչ թե մենք կարծում ենք, որ մեր համար բարի բան ենք ուզում, այլ Աստված է մեր համար միշտ բարի բան ուզում։ Ու նրա բարության մեծությունը այնքան մեծ է, որ մեկը Հիսուսին ասեց, բարի վարդապետ, ասեց, ինչի ես ինձ բարի ասում, Աստծուց բացի բարի չկա։ Ու շատ ճիշտ էր ասում։ Մարդու համար ինչ որ գրված է դա է, ուրիշ բան չմտածեք։ Աստծուց բացի բարի չկա, հալելույա։ Աստված միշտ պահանջել է կարծես իր ժողովրդից ունենալ ճիշտ դիրք, ճիշտ վերաբերմունք իր նկատմամբ, հայրական հարաբերության վերաբերմունք։ Գիտեք, մի գաղտնի խոսք կա կարծես թե Նոր Կտակարանում։ Ու հաճախ սխալ աղանդները, սխալ ուսմունքները օգտագործում են այդ խոսքը ուրիշ իմաստով։ Հիսուսը իր վերջի աղոթքում, Հովհաննես 17-րդ գլխում կարդաք, աղոթեց, ասեց Հայր, այս մարդկանց քո անունը դիմացրեցի, ճանաչեցրեցի։ Շատ ժամանակ մարդիկ վիճում են, ասում են, ինչ նոր անուն բերեց Հիսուսը։ Ոչ մի նոր անուն չի ասել մեզ։ Մանավանդ Նոր Կտակարանում նույնիսկ Եհովա անունը գրված չի։ Թե բնագրում մի երկու տեղ գրված է, որը թարգմանելու ընթացքում կորել է։ Բայց ասում է, քո անունը ճանաչեցրեցի։ Մի հատ բաց արեք Նոր Կտակարանը ու կարդացեք, գտեք հոր անունը ինչ է ասում։ Այդ ինչ ճանաչեցրեց Հիսուսը իր աշակերտներին։ Գիտեք որներ այդ անունը։ Հայր։ Ասաց, երբ որ կաղոթեք, այսպես աղոթեք, Հայր մեր, որ երկնքում ես։ Ունեցեք որդիական դիրք ձեր հոր առջև, որովհետև այդ անունը Հայրն էր։ Մենք ուրիշ անուն չունենք, որով դիմենք Աստծուն։ Մենք չենք աղոթում Եհովա անունով, որովհետև դա ճիշտ անուն չի, դա հին Կտակարանի անունն էր, որը ստորագրված էր Եհովայով, նորը ստորագրված է Հիսուսով։ Մենք կամ պիտի մոտենանք Աստծուն Հիսուս անունով, կամ պիտի մոտենանք Հայր անունով։ Եվ նայեք առաքյալների աղոթքները Գործք առաքելոցում, նրանք աղոթում էին ամենակարող երկինք ու երկիր ստեղծող Աստված, քո որդու Հիսուսի անունով։ Հայր, քո որդու Հիսուսի անունով, մենք շատ ժամանակ այսպես ենք աղոթում, սա էլ ճիշտ աղոթք է։ Պիտի մոտենալ այս ձևով, մոտենալ հարազատորեն։ Գիտեք, ամաչել հորից սա ճիշտ է, պատկառել հորից սա ճիշտ է, վախենալ հորից ինչ որ տեղ այդ պատկառանքի իմաստով սա էլ է ճիշտ, բայց նաև համարձակություն է պետք։ Չգիտեմ դուք ձեր երեխաների հետ ինչպիսի հարաբերությունների մեջ եք, բայց երեխա ու ծնող հարաբերությունը շատ ավելի կատարյալ նկարագրված է հոր եւ իր որդիների, Աստծո դիրքը իր ժողովրդի նկատմամբ։ Կատարյալ ձևով դա է նկարագրում։ Ինձ համար շատ մեծ խրատող բան եղավ, որ ես ինչպես պիտի վերաբերվեմ իմ հորը։ Մի անգամ որ տղաներս դեռ փոքր էին, մեկի վրա բարկացա ու մի հատ ապտակ հասցրեցի, գիտեք ինչ արեց, լացելով պատատվեց ինձ։ Ասացի ինչ հետաքրքիր է։ Ինչքան էլ ուզում ես, ինչպիսին ուզում ես եղիր, հարազատությունը մի ուրիշ բան է։ Հիմա երկնային հայրդ կարող է միտեղ քեզ հանդիմանի, միտեղ ամաչես նրա երեսին նայել, բայց ուր ես գնում։ Այդ երեսից ուր ես փախնելու։ Նորից մտիր, գցվիր նրա գիրկը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մաղաքիայում գրված ասում է, եթե Տեր եմ, ուր է ինձանից վախենալը, եթե հայր եմ, ուր է իմ պատիվը։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ աստվածային իշխանության կիրառման առաջին ամենակարևոր պայմանը Աստծո առջև որդիական դիրք ունենալն է, որովհետև ձեզ իշխանություն է տրված որդիներ լինելու։
Գիտեք սա ինչ է նշանակում։ Իշխանությունը տրված որպես որդի Աստծուն մոտենալու, որպես որդի Աստծո ընտանիքից, Աստծո տան եղածից օգտվելու, Աստծո զորությունից օգտվելու, Աստծո իմաստությունից օգտվելու, որպես որդի կանգնելու ասելու հայր, որն օգտակար իմ կյանքում օգնի ես այն անեմ ինչ որ դու ես ուզում, ինչը որ օգտակար է իմ կյանքում անելու։ Որպես որդի մոտեցիր, որպես որդի նշանակում համարձակ մոտեցիր։ Աստված նայում է մեզ ու գիտի, որ մենք մեղավոր մարդիկ ենք։ Գիտի, որ հողը մոխիր ենք ու ավելի լավ բան չենք կարող անենք։ Բայց մեր դիրքն է միշտ սա համարձակ մոտենալ, ասել այս ոչինչին լցրու քո ներկայությունով, որ մի բան դառնա։ Որպես որդի մոտեցիր։ Հալելույա։ Չգիտեմ իմ համար սա ամենակարևոր, ամենաերջանիկ բանն է, որ կարող դու գտնես կյանքում։ Մեկը, որ քո ամենահարազատ անձնավորությունը, որը երբեք քեզանից չի առանձնանում։ Երկնքում, երկրի վրա, որտեղ ուզում ես եղիր։ Նույնիսկ Դավիթը գրում է Սաղմոսներում, ասում է, որ դժոխք գնամ այնտեղ էլ քո ձեռքը կհասնի։ Հիշում եք այդ խոսքերը։ Այսինքն փողոցում ես քայլում, որտեղ ես լինում, քո ամենահարազատ, քո միակ բարին կամեցողը միշտ քո հետ է։ Պատկերացնում եք սա։ Այն պահին, որ մարդիկ քեզ կդավաճանեն, ինքը քո կողքին է ու քեզ գրկում է։ Միշտ պատրաստ է քեզ ճիշտ խորհուրդներ տալու։ Դրա համար գրված է համարձակ մոտեցեք շնորհքի աթոռին։ Կարծացել եք այդպիսի խոսք, համարձակ մոտեցեք։ Կատարյալ որդիական դիրք ուներ որ առջև Հիսուսը։ Դրա համար իր խոսքերից շատերն են դա ապացուցում, բայց ես մեկը կասեմ ձեզ։ Հովանու 8-րդ գլխում Հիսուսը խոսում է ժողովրդի հետ, ասեց հայրը միշտ ինձ հետ է, որովհետև ես միշտ իրեն հաճելի եղածն եմ անում։ Երանի են մարդկանց, որ իրենց կյանքում այսպես կխոսեն, որ կասեն հայրս միշտ ինձ հետ է, այդ հարազատության զգացումը ապրում սրա մեջ։ Այդ խոսքերը կարդում եմ, հայրս միշտ ինձ հետ է, որովհետև ես միշտ իրեն հաճելի եղածն եմ անում։ Սա կարծես թե պայման լինի նաև, միշտ ինձ հետ է, որովհետև ես միշտ իրեն հաճելի եղածն եմ անում։ Թեև հայրս միշտ ինձ հետ է ու ինձ չի լքի ու ինձ չի թողնի, այն պահին, որ ես նույնիսկ իրեն հակառակ բաներ անեմ, իր կամքին հակառակ։ Բայց եթե ես ուզում եմ այդ հարազատությունը, ես էլ պարտավորվում եմ, չէ՞, որպես որդի միշտ իրեն հաճելի եղածը անում։ Սա հնազանդություն է խոսում հոր առջև։ Ձեզանից ծածկված չի մեր հոր կամքը։ Ինքը լրիվ գրված է Աստվածաշնչում, մանավանդ Նոր Կտակարանում։ Կարդացեք, ճանաչեք ու արեք նրան հաճելին։ Ինչպես ես տեսնում, արդյոք դու այս պայմանի մեջ ապրում ես։ Ամեն օր ձգտում ես կատարյալ հաղորդակցության կողոժել։ Ամեն օր ձգտում ես միշտ իրեն հաճելի եղած անել կյանքում։ Այդ ճիշտ որդի կլինես։ Սա առաջին պայմանն էր։ Երկրորդ պայմանը դա պետք է ճանաչել իշխանությունը, թե դա ինչպիսի մի բան է։ Բացրեք ինձ այդ Մատթեոսի ավետարանը, 8-րդ գլուխը։ Այստեղ մի դեպք է նկարագրված։ Խոսում է մի մարդու մասին, որը ճանաչում էր իշխանություն կոչվածը։ Իշխանությունը ամենտեղ գործում է նույն ձևով, նույն սկզբունքներով կարծես թե։ Իհարկե Աստծո մոտ յուրահատուկ ձևով։ Բայց նայեք ինչ է գրված։ Ուրեմն մի մարդ կարիք ուներ, որ աստվածային իշխանությունը իր կյանքում փոփոխություն բերեր։ Տեսեք գրված է ուրեմն 8-րդ գլխում, երբ որ Հիսուսը սկսեց արդեն գործել իր քարոզելուց հետո, լեռան քարոզը վերջանում է 7-րդ գլխում։ 8-րդ գլխի սկզբից արդեն սկսում են հրաշքներով գործել, Հիսուսը սկսում է հրաշքներով գործել։ 5-րդ խոսքից գրված է մի դեպք, ես ուղղակի պատմեմ այս դեպքը։ Գրված է, որ Կափառնայում քաղաքում մի հարյուրապետ կար։ Ուրեմն առաջին դարում, այն ժամանակ, երբ Հիսուսը ապրում էր երկրի վրա, հռոմեացիները գրավել էին Հրեաստանը, ու իրենք մարդիկ էին, իրենց զորքը իրենց մարդիկ էին դրել Հրեաստանում, որպեսզի այդ ժողովուրդը հարկ տար հռոմեական կայսրին։ Ու հարկ տալու համար իրենք ունեին որոշակի իշխանություն էին պահպանում։ Ոնց ասեմ, ոնց որ օկուպացված տարածքում, արդեն գրավված տարածքում, պետությունը ինչ է անում։ Այդտեղ դնում է մի ղեկավար, այստեղ ղեկավարը Պիղատոսն էր։ Ուներ զորք այնտեղ։ Ու զորքի մեջ կային հարյուրապետներ, հազարապետներ եւ այլն, մարդիկ, որոնք հրամանատարներ էին։ Ահա այսպիսի մի հրամանատար, որը հռոմեացի էր ինքը, հարյուրապետ էր, ու ինքը ուներ որոշակի զորք, իշխանություն, 100 հոգու վրա իշխանություն, ու այդ 100 հոգուն ինքը կառավարում էր, ղեկավարում էր, ու իր նպատակը որն էր՝ պահպանել Հրեաստանում հնազանդությունը հռոմեական կայսրին, իր պետության իշխանավորն էր այդտեղ։ Գրված է այսպես, որ իր ծառան, որին ինքը սիրում էր, անդամալույց պառկած էր տանը ու չարաչար տանջվում էր։ Չգիտեմ ինչպիսի հիվանդություն էր, բայց տհաճ հիվանդություն էր, գրված է, որ տանջալից էր։ Երբ որ Հիսուսին տեսնում է այս մարդը հարյուրապետը, գրված է, որ խնդրում է, ասում է ինչ կլինի, արի իմ տուն, իմ ծառային բուժիր։ Հիսուս ասում է, ես կգամ ու քո ծառային կբուժեմ։ Ու վերակենում, որ գնա։ Հարյուրապետը կանգնեցնում է Հիսուսին, ասում է, չէ, ես արժանի չեմ, որ դու մտնես իմ տունը։ Ես կարծես հեթանոս եմ, հռոմեացի, սայի նկատի ունես։ Իսկ դու հրեա ես, սուրբ ես, դու Աստծո ժողովրդից ես, իսկ ես հեթանոս։ Այս սա ինքը լավ հասկացել էր արդեն։ Ու չի թողնում, որ Հիսուսը մտնի իր տունը։ Տեսեք ինչ է ասում։
Միայն թե խոսքով ասա, եւ իմ ծառաս պիտի բժշկվի, ես կարդում 8 եւ 9 խոսքեր եմ, որովհետեւ ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ու իմ հրամանից տակ զինվորներ ունեմ, եւ սրան ասում եմ գնա ու գնում եմ, մյուսին թե արի ու գալիս է, ծառայից թե այս բանը արա ու անում է։ Հիսուսը երբ լսեց զարմացավ, եւ իր ետևից գնացողներին ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, Իսրայելի մեջ անգամ ես այս չափ հավատք չգտա։ Ինչի մեջ էր գտնվում այդ հավատքը։ Հիսուսի յուրահատուկ իշխանություն ունենալու։ Նայեք ինչպես է նկարագրում այս հարուրապետը իշխանությունը։ Ասում է, այս իշխանությունը ճանաչող մարդ եմ։ Ես գտնվում եմ իշխանության տակ, եւ իմ իշխանության տակ զինվորներ ունեմ։ Երբ որ իմ զինվորներից ասում գնա այս բանը արա, իրեն գնում անում են։ Իմ ծառային ասում այս բանը արա, իրեն գնում անում են։ Ինքը չասեց մնացածը, բայց չէ որ իրեն էլ, երբ որ վերևից ասում են այս բանը արա, ինքը անում է։ Նկատում եք իշխանությունը ինչպես է գործում։ Հիմա ձեզ նկարագրեմ մի ուրիշ բան։ Պատկերացրեք, որ այս հարուրապետը չլիներ այդ զորքի մեջ։ Իր վրա հռոմեական կայսրության զորքերի իշխանությունը չունենար։ Արդյոք ինքը իշխանություն կունենար զինվորներին հրամայելու այս բանը արա, այն բանը արա ու կանեն։ Ոչ ոք։ Մարդը կարող է ասի, գիտեք, ես գեներալ եմ։ Ինքը իրեն հռչակի որպես գեներալ, բայց ինքը մինչև չլինի մարշալների ղեկավարության տակ, իրեն ոչ ոք չի լսելու։ Նկատում եք սկզբունքը։ Աստված օգտագործում է սկզբունքը։ Ինքը ասել է մեզ որոշակի բաներ հնազանդության, որոշակի կարգ հնազանդության։ Տեսեք օրինակ նրանք ովքեր երիտասարդներ են կարդան այսպիսի խոսքեր. հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Կարդացել եք Նոր Տղամարդական ինչքան շատ է գրած երիտասարդների համար։ Հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Սա Աստծո դրած կարգն է։ Հնազանդվիր քո ծնողին ու դու կարող ես հնազանդեցնել ինչ-որ մի բան Աստծուն։ Կնոջ ասում է հնազանդվիր քո ամուսնուն։ Հնազանդվիր քո ամուսնուն ու դու կարող ես ինչ-որ բաներ հնազանդեցնել Աստծուն։ Գիտես ինչու՞։ Որովհետև քո ծնողին, քո ամուսնուն հնազանդվելով դու հնազանդվում ես Աստծո խոսքին, Աստծո ասածին։ Դու ընդունում ես աստվածային իշխանությունը քո վրա։ Հնազանդվում ու խոնարհվում ես խոսքի առջև, ոչ թե այդ մարդու։ Նկատում եք, նույնիսկ տեղ կա Պողոսացիների թղթում, որ ծառաների համար գրում է Պողոս առաքյալը, ասում է ձեր տերերին հնազանդ եղեք։ Ասում է ոչ թե մարդու առաջ, որ կարծես թե մարդը հաճո լինելով, այլ որպես թե Աստծո առաջ։ Հասկանում եք, այս հնազանդության խոսքը պիտի կիրառել ոչ թե մարդու առաջ, մարդուն հաճելին փնտրելով, այլ Աստծո խոսքին հնազանդվելու համար, որովհետև Աստված ասել հնազանդվիր, դրա համար ես հնազանդվում։ Այս գործը դու անում ես սրտանց, ամբողջ սրտով, ոչ թե տրտնջալով, ոչ թե բողոքելով։ Օրինակ Աստված ասել է հնազանդ եղեք ձեր եկեղեցում դրվածքներին, չէ՞, ձեր եկեղեցու վերակացուներին։ Կարդացել եք քանի տեղ այդպիսի խոսք գրված։ Հնազանդվիր, ու դու կարող ես ինչ-որ մի բաժին հնազանդեցնել Աստծուն։ Նախ դու հնազանդվիր, մտիր կարծես թե այդ համակարգի մեջ, ու դու կարող ես ինչ-որ բաների վրա իշխանություն ունենալ։ Մի դեպք կա, ճիշտ ասած չեմ հիշում, ում հետ այդ տեղի ունեցել։ Ուրախանում սխալեմ, եթե անուններ տամ։ Աստծո մարդկանցից մեկը մի աշակերտ է ունենում։ Ինչ-որ ժամանակ հետո այս աշակերտը ամբոստանում է իր ուսուցչի նկատմամբ, ու հեռանում է մի ուրիշ տեղ, հավաքում է ժողովուրդ ու եկեղեցի։ Մի օր մի հատ դիվահար են բերում եկեղեցի, ասում են աղոթի իր համար։ Ինչքան հրամայում է Հիսուսի անունով, այս դեպը դուրս չի գալիս։ Այդ մարդը շարունակում է ծաղրել, նույնիսկ դուրս չի գալիս եկեղեցուց, ինչ-որ այլանդակ բաներ է անում։ Բայց ինքը շատ անգամ իր ուսուցչի մոտ տեսած է լինում, ոնց է դեպ անում իր ուսուցիչը։ Ասում է մեկ էլ տենց ձեռները թուլացած, հուսահատված կանգնում, ասում է, այ կգնամ ուսուցչիս կկանչեմ։ Գիտեք, մնայիր են իշխանության տակ, դու էլ կկարողանայիր այդ իշխանությունը օգտագործել։ Ճանաչիր իշխանությունը աստվածային ոնց է գործում։ Կարծես թե մի զորություն լինի, որ հոսում է ինչ-որ մի կանալով, ինչ-որ մի ճանապարհ ունի հոսելու։ Ու ցանկացած մեկը, որտեղ կտրում է այդ ճանապարհը, խոսքը սկսում է դադարել։ Քանի խոսք ունես այդպիսի։ Օրինակ, եթե Աստված ասել է քո վրա դրված իշխանավորներին հնազանդ եղեք, պետության մեջ, այնպես պետության մեջ, ձեր վրա դրված իշխանավորներին հնազանդ եղեք։ Սա Աստծո խոսքն է, որը դու կատարելով հնազանդվում ես Աստծուն։ Նրանք լավն են, վատն են, Աստված դա չի խոսում։ Քո ծնողները ճիշտ կասեն, սխալ կասեն, Աստված դա չի խոսում։ Քո ամուսինը ճիշտ կլինի, թե չէ սա չի ասում։ Ասում է հնազանդվիր, Աստվածային իշխանությունը կհոսի ու կգործի։ Երբ որ դու սկսում ես մտնել համակարգի մեջ, երբ որ դու սկսում ես ճիշտ կարգավորվածության մեջ լինել, ճանաչել իշխանությունը, դու սկսում ես որոշ բաներ հնազանդեցնել Հիսուսին։ Հիվանդություններ կլինեն, դևեր կլինի քո կյանքում, որ պետք կլինի քշել կամ քո շրջապատում որոշ տեղերից։ Կարևոր չի, ինչ որ դժբախտություններ կլինի, սատանայի սարքած գործեր կլինի, դու կարող ես դրանց վրա իշխել, միայն պետք է որ դու լինես որոշակի համակարգի բանակի մեջ։ Բանակի մեջ լինողը չի ասում, գիտես, ես ու իմ Աստվածը, բայց ես բանակի մեջ եմ։ Սենց չեն լինում բանակի մեջ։ Բանակը ունի որոշակի հստակ կառուցվածք։ Իսկ սատանայի դեմ դուրս գալը դա պատերազմ է։ Ուզում ես մենակ դուրս գալ, մենակ կռվել, կուլ կտա, այնքան հեշտ է մենակին կուլ տալը։ Ժողովում գրված ասում է, եթե մենակը ընկնի, բարձրացնող չկա, բայց եթե երկուս լինեն, մեկը ընկնի, մեկը մյուսին կարա բարձրացնի։
Ընդունում եք սա ու գնահատում եք իրար կողքի լինելը։ Սա շատ կարևոր է մեզ համար։ Եկեք մի խոսք ասեմ, որպեսզի հաստատվի այս գաղափարը։ Երևի իշխանության թեմայի մեջ մենք շատ կկարդանք 2 Կորինթացիների 10-րդ գլխից, որովհետև այս փոքրիկ հատվածը 4-ից 6 խոսքերը շատ ուժեղ ձևով են խոսում իշխանության մասին աստվածային, թեև ոչ մի անգամ իշխանություն բառը գրված չի։ Ես կարդում 4-րդ խոսքից. Մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստծուց զորություն առած ամրոցներ քանդելու։ Մենք խորհուրդներ ենք քանդում, եւ Աստծո գիտության դեմ բոլոր հպարտացած բարձր բաները ու բոլոր մտքերը Քրիստոսի հնազանդությանը գերի ենք անում։ Եվ պատրաստություն ունենք վրեժ առնելու ամեն անհնազանդությունից, եւ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Իսկ բոլոր բաները ասում է վերջին պայմանն է ասում։ Ասում է պատրաստություն ունենք ամեն անհնազանդությունից վրեժ առնելու, եւ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Ես նայեցի տարբեր թարգմանություններով, նաեւ բնագրում հունարենից թարգմանելով, հենց այսպես էլ գրված է. երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Գիտեք, երբեք մենք միանգամից կատարյալ չենք դառնում, բայց մենք կարող ենք միանգամից ունենանք որոշում կատարյալ դառնալու, կատարյալ հնազանդվելու Աստծո խոսքին։ Ունես այդ որոշումը, այստեղից սկսվում է ամեն ինչ։ Հենց որ դու այդ որոշումը ունենում ես, դու արդեն իրավունք ունես լրիվ իշխանությունը կիրառելու կյանքում։ Նայեք Ադամին, Ադամը ստեղծված էր նրա համար, որ տիրեր երկրին, բնությանը, կառավարեր աշխարհը։ Դուք գիտեք, որ Ադամը դրա համար է ստեղծված։ Հենց որ ստեղծեց գրված արու եւ եք ստեղծեց ու օրհնեց ասելով գնացեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեք, իշխեք։ Այս խոսքերը գրված է։ Ադամը անմիջապես երբ որ մեղ գործեց, կկորցրեց այդ իշխանությունը։ Ինչու՞։ Որովհետեւ իր վրա եղած իշխանությունը մերժեց։ Պետք է ճանաչել իշխանության համակարգը ու իմանալ որ պայմանների դեպքում է գործում այդ իշխանությունը։ Հիմա ճանաչում եք, հասկացաք ինչ եմ ասում։ Աղատորեն Աստծո իշխանությունը կգործի ձեր կյանքում, միայն այս պայմանները կատարվեն։ Եկեք շարունակենք։ Երրորդ պայմանը, որի մասին ձեզ կպատմեմ, գրված է Մատթեոս 28-րդ գլխում։ Շատ օրհնյալ մի հատված ու շատ օգտագործվող մի խոսք, որը մենք շատ ենք օգտագործում։ Սա քրիստոնեության մեջ օգտագործվում է որպես մեծ պատվիրան կամ մեծ հանձնարարական անվան տակ։ Հիսուսը հարությունից հետո հայտնվեց իր աշակերտներին։ Մատթեոս 28-րդ գլխի ամենավերջի խոսքերը պիտի կարդամ։ Եվ Հիսուսը մոտենալով նրանց 18-րդ խոսքից եմ կարդում։ Խոսեց նրանց ու ասաց. ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի ու երկրի մեջ, ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք, մկրտեցեք նրանց հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Սովորեցրեք նրանց, որ այն ամեն բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, ամեն։ Մի բանի վրա ուշադրություն դարձրեք։ Հիսուսը ասում է ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքի ու երկրի մեջ, ուրեմն գնացեք։ Իշխանության կիրառումը կապված է գնալու հետ։ Եթե մեկը չի ուզում գնալ, նրա կյանքում իշխանությունը չի գործում։ Դու կարող ես իշխանություն ունենալ դևերի վրա, դեպքերի վրա, դու կարող ես իշխանություն ունենալ հիվանդությունների, մարդկանց դժբախտությունների, կախարդություններ քանդելու, այդ բազմազան իշխանություն դու կարող ես ունենալ։ Դու իշխանություն ունես սարքելու, շինելու, աստվածայինը կառուցելու, բայց եթե դու մի մարդ ես, որ ուզում ես այդ գործերը անել, եթե մեկը տանը նստում է, նայում հեռուստացույց ու իր ամբողջ զբաղմունքը դա եւ ասում է ես իշխանություն ունեմ, ես իշխանություն ունեմ։ Հիմա պետք է իշխանություն ունեմ։ Ես էլ կարող եմ ասել, թե ես իշխանություն ունեմ։ Ես իշխանություն ունեմ, դուք կհավատաք, որ ես իշխանություն ունեմ։ Ո խոսքով ասելով չի դա, չէ՞։ Մարդիկ իրենց համոզում են, դուք ձեզ մի խաբեք։ Այդ իշխանությունը գործում է։ Դուք ունեք, պոտենցիալ ձև ունեք, բայց դա գործում է այն ժամանակ, երբ որ մարդը հնազանդվում է այս պայմաններին։ Դες պետք է գնալ ուղղակի։ Սիրտ դնել, գնալ ուղղակի։ Գնացող մարդիկ եղեք ու կտեսնեք ինչպես կգործի։ Մեկ հարցում են ասում են ինչի՞ց է, որ ավետարանչության մեջ շատ լավ հրաշքները գործում են, իսկ եկեղեցում չէ։ Որտեղ գնալ է պետք։ Ավետարանչությունը այնտեղն է, որտեղ գնում են մարդիկ։ Եթե չգնան, էլի չի գործելու։ Գնում են, դրա համար Աստծո իշխանությունը գործում է։ Եկեք նույն խոսքը կարդամ Մարկոս ավետարանում, տեսեք ինչպես է գրված Մարկոս ավետարանի ամենավերջում 16-րդ գլխի 15-րդ խոսքից։ Էլի այդ նույն բանը մի քիչ ուրիշ ձևով, երբ որ Հիսուսը խոսեց իր աշակերտների հետ։ Հարությունից հետո հանդիպեց նրանց ու ասաց. Գնացեք բոլոր աշխարհը ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներին։ Նա որ հավատա ու մկրտվի, պիտի փրկվի, նա որ չհավատա, պիտի դատապարտվի։ Եվ նրանք, որ կհավատան այս նշանները, նրանց հետ պիտի գնան, իմ անունով դևեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խոսեն, ձեռքերում օձեր պիտի բռնեն, եւ եթե մահարի դեղ խմեն, իրենց պիտի չվնասի։ Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն ու նրանք պիտի առողջանան։ Արտերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց ու Աստծո աջ կողմում նստեց։ Եվ նրանք ելան, ուշադրություն դարձրեք, նրանք գնացին եւ ամեն տեղ քարոզում էին, եւ Տերը նրանց գործակից էր ու խոսքը հաստատում էր այն նշաններով, որոնք նրանց հետ գնում էին։ Այստեղ ամենակարևոր խոսքը սա է, Տերը նրանց գործակից էր։ Գիտեք ինչու, որովհետեւ գնացին։
Դրա համար Տերը նրանց գործակից էր։ Առաջի Կորինթացիների 3-րդ գլխում Պողոս առաքյալը գրում է Կորինթացիներին, ասում է մենք Տիրոջը գործակից ենք։ Չգիտեմ, երբևէ դուք մտածել եք, ինչ պատիվ է սա Աստծո հետ գործակից լինելը։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, ես ինչի աշակերտն եմ եղել։ Վերջերս հանդիպեցի մեկին, որ ինքը սովորել էր ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկի մոտ, ասեց, գիտես, ես ինչի աշակերտն եմ եղել։ Աստծո հետ ինչին հիշում եմ, բայց մի հատ նայեք, Աստծո հետ գործակից լինել։ Սա քեզ համար պարծանքա թե չէ։ Մենք գործակից ենք Աստծո հետ, սա իմ համար պատվական մի բան է։ Յուրահատուկ բարձրություն է կարծես թե մի դիրք է, որ Աստծո հետ գործակից։ Դու մարդու հետ չես գործակից լինում, Աստծո հետ ես գործակից լինում։ Երբ որ դու գնում ես Աստծո ասածով, Աստծո հետ գործակից ես լինում։ Ու գրված Աստված էր նրանց գործակից։ Այս փոխադարձությունը այնքան կարևոր է։ Երբ որ դու գնում ես, դու դառնում ես Աստծո գործակիցը։ Ինքն է սկսում քո միջոցով գործեր անել, որը ցույց է տալիս, որ ինքն է քեզ գործակից։ Ուզում եք Աստված ձեզ գործակից լինի, դες պետք է անազանվել ես խոսքին ու գնալ։ Դարձեք գնացողներ ու կտեսնեք ինչպես է սա գործում։ Ես սա անվանել եմ նպատակի մեջ մեկանալ Աստծո հետ։ Աստված նպատակ ունի այս աշխարհի չարության մեջ գտնվող մարդկանց գրավել իր մեջ, իր բարության մեջ։ Գրավել Աստծո թագավորության մեջ, սատանայի թագավորությունից մարդկանց փախցնել Աստծո թագավորության մեջ։ Դուք ունեք այս նույն նպատակը ձեր շուրջ եղող մարդկանց փախցնել Աստծո թագավորության մեջ։ Ունենաք ու ապրեք դրա համար, դուք կունենաք նույն իշխանությունը, որովհետև դա անելու համար իշխանություն է պետք, որ դա կանեք։ Պատերազմի դաշտում, երբ որ զինվորները գնում են, իրենց զենք են բաժանում։ Ու ամեն մի զինվոր իշխանություն է ունենում հակառակորդի զինվորներին սպանելու։ Երբ որ դու դուրս ես գալիս սատանայի դեմ պատերազմի, Աստված քեզ տալիս է իր իշխանությունը, դու իշխանություն ես ունենում սատանային ամեն տեղից քշելու, վտարելու, սպանելու նրա գործերը, մարդկանց գրավելու Աստծո թագավորության մեջ։ Քեզ պետք է դառնալ գնացող։ Գիտեք, քրիստոնյաները նրանք, ովքեր գնացող չեն, ովքեր նպատակով չեն ապրում, իրենք կյանքում շատ դժվարություններ են ունենում։ Ոչ միայն իրենց կյանքում, եկեղեցում, ամենտեղ, որտեղ գնում են դժվարություն ունենում։ Գիտեք ինչու՞։ Որտեղ իրենց ոտքի տակ նայում են մարդկանց, ասում են մարդիկ ինչ են անում իմ համար, չեն ասում ես ինչ պիտի անեմ Աստծո հետ իրանց համար։ Աստծո հետ գործակից լինեմ իրանց համար ինչ անեմ։ Ու անթան նպատակին նայելով, ձեզանցով է լեռ բարձրացել։ Լեռը բարձրանալուց չես ասում, վայ ես ինչ մեծ քար է։ Կանգնում ես, նայում ես քարին, ասում ես, վայ ես ինչ մեծ քար է։ Ոնց տեսնես ոնց անցնեմ այս քարը, sense բաներ ոչ ես անում։ Քայլում ես, մեկ էլ տեսնում ես քարը մնաց ետ արդեն։ Դու բարձրացել ես վերև։ Շատ քրիստոնյաներ այդպեսին են, մեկ էլ կանգ են առնում, ասում են, ես քարը ոտքիս տակ, ես մի հատ փուշը ծակեց ինձ, ես մարդը sense խոսք ասեց իմ նկատմամբ, այլ մի քրիստոնյան sense բան ասեց, ու մեկ էլ այդ նեղվածության մեջ մնում են մի շաբաթ, մի ամիս, չգիտեմ ինչ, իրան կանգ են առել այդ քարի առաջ։ Ինչ գործում եք։ Աստծո այդ գործակից եղեք։ Նայեք նպատակին, լեռան գագաթ կա, ձեզ պետք է բարձրանալ, կանգ չառնել։ Աստված ձեր հետ կլինի։ Աստված չի սիրում, որ մարդիկ այդպես են կարճ են նայում, իրենց ոտքի տակ նայելով են քայլում։ Հանկարծ ոտքը ընկավ փոսի մեջ, վայ, ես ինչ եղավ, ոտքս ցեխոտվեց։ Ոչինչ, դու շարունակիր քայլել։ Համ մի օր սխալվեցիր, բերանցը սխալ խոս տրցրեցիր։ Մի օր մեկի հետ կռվեցիր։ Արագ մոռացի անցի առաջ, Աստված քեզ կանչել է նպատակի համար, ու մեծ նպատակի համար, որ դու Աստծո թագավորությունը տարածես, Աստծո թագավորության մեջ մարդիկ ներգրավես, որովհետև այսօր մարդիկ գերված են սատանայի թագավորությունից։ Չգիտեմ ինչքանով իրապես ես այս հարցում, բայց դու տեսնում ես, որ քո շուրջ եղող մարդիկ գրավված են սատանայի կողմից։ Ոմանք հարբեցողության մեջ են, ոմանք խաղաղմոլության, ոմանք շատ տեսակ մոլությունների մեջ, ոմանք ուղղակի դժբախտ են իրենց կյանքում, իրենց սրտում տխուր են մինչև հոգու խորքը, ու չգիտեն այս աշխարհում ինչի համար են ապրում։ Մարդիկ, ովքեր նպատակ չունեն այս կյանքում, իսկ դու քո կյանքում որպես քրիստոնյա ունես նպատակ, ուր որ գնում ես, դու ուզում ես Աստծո լույսը տարածել։ Ոչ մի բան քո կյանքում պատահական չի։ Մարդկանց հետ ես ծանոթանում, նոր տեղ ես գնում աշխատելու, լավ ես անում, գնա, աշխատի, ավելին արա, ու արա այդ գործերը ավելի լավ, քան թե անհավատներն են անում։ Բայց նաև արա նրա համար, որ Աստծո ներկայությունը ցույց տաս, որ ցույց տաս դու Աստծո որդի ես։ Մարդիկ դժբախտ կլինեն, կտխրեն փող չունենալու պատճառով, քո մեջ ոչինչ չի փոխվի, որովհետև դու Աստծոն ես, Աստծո հետ ես ապրում։ Ու քո կյանքի աղբյուրը ոչ թե ունեցվածքն է, ոչ թե մարդկանց վերաբերմունքը, այլ Աստծո վերաբերմունքը քեզ։ Սա ապրեցնում է քեզ, որ քո կյանքը լինի Աստծո վերաբերմունքը դեպի քեզ։ Ուզում եմ շարունակել, թե նպատակի մասին կարող եմ շատ խոսել, որովհետև այսօր երևի մեր մեջ ամենակարևոր բաներից մեկն է, որ մի հատ ամեն մարդ իր կյանքին նայի, ինչի համար է ապրում։ Որն է կյանքիդ նպատակը։ Քննիր սա քո կյանքում։ Չորրորդ պայմանը արդեն վերաբերվում է շատ ավելի լուրջ մի հարցի,
որպեսզի կարողանա օգտագործել աստվածային իշխանությունը, կարիք կա մի կարևոր մտքի, ես այդ միտքը ձևակերպեմ այսպես, մտածել Աստծո նման։ Գիտեք, երբ որ դուք հանդիպեք օրինակ մի հիվանդ մարդու, ասեք իմ ինչ գործն է, այստեղ աստվածային իշխանությունը չի կարող գործել։ Երբ որ դուք հանդիպում եք հիվանդ մարդու, այդ հիվանդը խնդրում է քեզ, ասում է դու քրիստոնյա ես, Աստծո մարդ ես, աղոթի իմ համար։ Ասում ես, կամ այդ շարժարիթ ես ձևավորում, ասում ես, սա աղոթեմ, ինքը բուժվի, որ տնան ինչ լավ հավատացյալ եմ։ Աստծո իշխանությունը չի գործում այստեղ։ Աստծո իշխանությունը գործում է մենակ այն դեպքում, այս մարդը կարիք ունի։ Նայեք Հիսուսին, գրված է, որ ինքը մոտեցավ մի փոքրիկ քաղաքի, ինքը մոտեցավ իր աշակերտների հետ։ Դեռ քաղաք չէին մտել։ Քաղաքից մի բազմություն էր դուրս գալիս, թաղման բազմություն էր դուրս գալիս։ Գրված է մի որբևայրիկին իր միակ որդուն տանում էր թաղելու։ Ու քաղաքի մեծ բազմությունը այդ որբևայրու հետ էր։ Դուք գիտեք ինչ է նշանակում, ոչ մի բառ պատահական չի գրված։ Քաղաքի մեծ բազմությունը որբևայրու հետ էր։ Իսկ ինչքան պատիվ ու հարգանք ուներ այս որբևայրին այդ քաղաքում։ Հիսուսը գրված է նայեց այդ կնոջը, գիտեք ինչի մոտեցավ այդ կնոջ երեխային հարություն տվեց։ Գրված է խղճաց։ Գիտեք, երբ որ դուք մտածեք Աստծո նման, դուք կունենաք Աստծո ապրումները, զգացումները ձեր մեջ։ Երբ որ դուք մտածեք Աստծո նման, Աստծո ապրումներն ու զգացումները ձեզ կառաջնորդեն որոշակի գործեր կատարելու։ Աստծո իշխանությունը կգործի մեռել էլ հարություն կառնի։ Ինչո՞ւ, որովհետև Հիսուսը այստեղ մտածում էր այդ պահին, ինչպես հայրն է մտածում։ Ապրում էր այն, ինչ որ հայրն է ապրում։ Հայրը տեսնում էր կնոջ կյանքի թշվառությունը, որբևայրիկին ու միակ որդուն տանում թաղելու։ Ու այս դժբախտության այդ չափը ինքը տեսնում էր հայրը, ու իր մեջ ցավ էր ապրում, ու իր որդուն ուղարկել էր այնտեղ անելու այդ գործը։ Հիսուսը ինչի համար էր եկել։ Գիտեք, այդ քաղաք ինքը պիտի չգար, ուրիշ ոչ մի չարեց այդ քաղաքում։ Եթե ուսումնասիրեք, խոսքը կտեսնեք, եկավ այդ քաղաքում, այդ հրաշքարարեց ու հեռացավ, ուրիշ ոչինչ չարեց։ Ոչինչ գրված չի այդ քաղաքի մասին ուրիշ։ Ամբողջ 4 ավետարաններում միակ տեղը, որ այդ քաղաքի անունը տրված է, այդ տեղն է, ուրիշ չկա գրված։ Պատկերացնում եք ինչի համար Աստված կարող էր իր որդուն ուղարկել այնտեղ։ Մի որբևայրիկին դժբախտ էր։ Ձեր շուրջ ինչքան մարդիկ կան, որ դժբախտ են։ Արդյոք դու մտածում ես Աստծո նման, որ այդ մարդիկ քո կարիքը ունեն, որ այդ մարդիկ Աստծո կարիքը ունեն։ Դու աղոթում ես այդ մարդկանց համար, մեկանում ես Աստծո հետ այդ կարիքի մեջ։ Սա գալիս է նրանից, որ դու սկսում ես մտածել Աստծո նման։ Ինչքան մարդիկ կան, որ այսօր ասում են ինձ ինչ, որ հարևանս դժբախտության մեջ է, ինձ ինչ, իր գործն է։ Ձեզ ուրիշ մտածելակերպ ասեմ։ Իրան տեղն է, սենց էլ են մտածում մարդիկ, նույնիսկ քրիստոնյաները։ Սենց իրան տեղն է, մեղքի մեջ չապրել, այդպես չլներ իր հետ։ Այս ինչ մեղքը չգործել, այդպես չլներ։ Ինքը կարիք ունի Աստծո։ Եթե նույնիսկ մեղքի մեջ է, եթե նույնիսկ մեղք կա գործել դրա համար դժբախտություն է եկել, մեկը ինքը Աստծո կարիքը ունի։ Թեկուզ առաջի հերթին այդ մեղքը մաքրելու համար։ Որովհետև ինքը եթե մի օր իր կյանքի թելը կտրվեց, ինքը դժոխք է գնալու։ Իսկ դրա համար Աստծո սիրտը ամենաշատն է ցավում։ Ոչ թե հիվանդությունների, դժբախտությունների, այդպես բաների համար այնքան չի ցավում, ինչքան որ այդ մարդը վերջնական կորուստ է գնում։ Հիվանդ մարմինը երբ որ մահանա, բայց մարդը փրկվի, փառք Աստծո սրա համար։ Բայց երբ որ հիվանդ մարմինը մահանում է, մարդը դրա հետ միասին գնում է դժոխք, ինչքան ահավոր բան է, այնտեղից էլ դուրս չի գալու։ Մտածել Աստծո նման։ Սրա համար ես միջոցները պիտի ասեմ ավելի շատ, ինչպես անել, որ մտածել Աստծո նման։ Եկեք կարդանք, նախ սա պատվեր է մեզ տրված Աստծո կողմից։ Հռոմեացիների 12-րդ գլխում 2-րդ խոսքը, շատ-շատերը սա անգիր գիտեն ու այդպես էլ պիտի լինի։ Աստվածաշնչյան շատ խոսքեր, պետք է որ դուք անգիր իմանաք։ Պատվեր կա, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, փոխվեք ձեր մտքով, կարծես թե։ Ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Գիտեք, դուք կարող եք Աստծո կամքը ճանաչել, երբ որ ձեր միտքը փոխվի, սկսեք մտածել Աստծո նման։ Ուրիշ ինչպես կարելի է ճանաչել Աստծո կամքը։ Մի անգամ մի հանդիպում ունեցանք մի հավատացյալ մարդու հետ, որը ճշմարտությունը այդքան լավ չէր ճանաչում, բայց ինքը աղոթում էր մարդկանց համար։ Աստված հրաշքներ անում էր, այդ մարդիկ բուժվում էին։ Մի անգամ այդպես մի բան պատմեց, ասում է մի մարդ եկավ ինձ մոտ, խնդրեց, ասեց ինձ համար աղոթի։ Ասում է, սկսեցի աղոթել, մեկ էլ Աստված ասեց ինքը արժանի չի իր հիվանդության համար մի աղոթի։ Տեսեք, դուք անմիջապես ճանաչեցիք, որ սա Աստված չի խոսել։ Ինչի՞ց, որովհետև դուք ճանաչել եք Աստծուն, Աստվածաշնչում։ Աստված մարդկանց հետ չի գործում իրենց արժանինքներով։ Այս մարդը Աստծո կամքի այդ բաժինը ծանոթ չէր, այդ բաժինը չգիտեր։ Բայց դուք քրիստոնյաներ եք ու կարիք կա, որ դուք անընդհատ Աստծո կամքը ճանաչելու մեջ աճեք։ Կողոսացիների առաջի գլխում Պողոս առաքյալը ասում է եկեղեցուն է գրում։ Ասում է ես անդադար աղոթք եմ անում ձեր համար։
որ դուք կատարյալ լինեք Աստծո կամքը ճանաչելու մեջ։ Արդյոք դուք աղոթում եք, որ դուք կատարյալ լինեք Աստծո կամքը ճանաչելու մեջ։ Սա լավագույն աղոթքներից մեկն է, իրար համար դուք աղոթում եք։ Աղոթեք, որ ձեր կողքինները կատարյալ լինեն Աստծո կամքը ճանաչելու մեջ։ Նա եկեղեցու համար ով է աղոթում։ Դուք աղոթում եք եկեղեցու համար։ Ձեր տասնյակների համար աղոթում եք, ծառայությունների համար աղոթում եք, ծառայողների համար աղոթում եք։ Սա ամենալավ աղոթքներից մեկն է, աղոթեք, որ կատարյալ լինեն մարդիկ Աստծո կամքը ճանաչելու մեջ։ Աստծո կամքը ճանաչելու մեջ կատարյալ լինել, սա ամենակարևոր բանն է։ Իսկ դա կարելի է ճանաչել միայն մտքով փոխվելու ժամանակ, երբ որ մարդը սկսում է մտածել Աստծո նման։ Երբ որ մարդը մտածում է այս աշխարհի մարդկանց նման, ինքը Աստծո կամքը չի կարող ճանաչել, չի կարող քննել, իմանալ, ճանաչել Աստծո կամքը։ Սրա համար ինչ կարևոր բաներ կան, որ մարդու միտքը փոխվի ու սկսի մարդը մտածել Աստծո նման։ Ինչ միջոցներ ունենք մենք։ Օրինակ նկատել եք, որ մարդիկ, երբ որ իրար հետ մի խումբ իրար հետ շատ են լինում, իրար նման են սկսում խոսել, իրար նման են սկսում մտածել։ Նկատել եք դա։ Ես ինչ եմ ուզում սրանով ասել։ Ուզում եք Աստծո նման մտածել ու իրար նման խոսել, ես պետք է Աստծո հետ շատ հարաբերվել։ Աստծո հետ հարաբերությունը երկու կարևոր բաժին ունի՝ խոսքը եւ աղոթքը։ Շատ ծանված, շատ խոսված, անվերջանալի ու հավիտյան պիտի չվերջանա սա։ Աստծո խոսքը եւ աղոթքը։ Ուզում եք կատարյալ լինեք Աստծո կամքը ճանաչելու մեջ, ուզում եք աճեք իր նման մտածելու մեջ, շատ կարդացեք իր խոսքերը ու դուք սկսեք մտածել իր նման։ Այնքան պարզ է։ Ուղղակի շատ մտածեք խոսքի վրա ու դուք միշտ կմտածեք Աստծո նման։ Սաղմոս առաջինում երևի լավ գիտեք այդ Սաղմոսը։ Հիշում եմ մի անհավատ մարդու, որ վկայեց մի քրիստոնյա, ասում է ինքը բաց արեց առաջի Սաղմոսը կարդաց, հակեց գիրքը, ասեց այսքանը կարենամ անեմ ամբողջ կյանքիս հերիքը։ Ես հավատում եմ, որ ինքը ճիշտ հասկացել էր ճշմարտությունը։ Որովհետև առաջի Սաղմոսում գրված է Երանին նրան, որ այս բաները չի անում առաջի խոսքում, երկրորդ խոսքից ասում է իր հաճությունը Աստծո օրենքի մեջ է։ Գիշեր ցերեկ դրա վրա է մտածում։ Գիտեք, երբ որ ձեր կյանքում դժվարություն է հանդիպում, այդ դժվարության մասին ինչ եք մտածում։ Որ ես ինչ մարդը ինձ վատություն արեց, ինչ վատ մարդը, հա, սենց բաներ, դուք Աստծո նման չեք մտածում։ Որ մտածում եք, բա ես մեղքեր ունեն, ես մարդիկ բաժանի է, բա քրիստոնյան այդ ձև բան կանի, ոնց որ ինքը արեց։ Բա հավատացյալին վայել էր այդ ձև բան անելը, դուք Աստծո նման չեք մտածում։ Աստված ոնց է մտածում։ Աստված մտածում է, որ մեկը իմ քույրս է, իմ եղբայրս է, թող Աստված էլ ավելի իրան օրհնի։ Ինքը ինձ վատություն արել, ես իրան լավություն պիտի անեմ։ Ես իրան կատարյալ պիտի ներեմ, ջնջեմ, ոնց որ ոչինչ չի եղել մեր մեջ ու դեռ մի բան էլ ձգտեմ իրան օգտակար լինեմ։ Սա է Աստծո սիրտը։ Ինքը քո նկատմամբ այդպես է վարվում։ Ասում է, բա դու քրիստոնյա արժանի ես, որ դու այդպիսի բան անեիր։ Դու բա կարելի է այդպիսի բան անել։ Չէ, դու մտածիր Աստծո նման իր իշխանությունը կօգտագործես կյանքում։ Գիտես, աղոթքը մեծ իշխանություն, երբ որ դու աղոթում ես որևէ մեկի համար։ Դրա մասին երևի հետո կխոսեմ։ Բայց բարեխոսական աղոթքը գիտեք ինչ մեծ իշխանություն է տրված մեզ։ Մարդկանց կյանքում ինչեր կարելի է փոխել աղոթքի միջոցով։ Դուք օգտագործում եք այս իշխանությունը, գիտեք ինչու չեք օգտագործում, չեք մտածում Աստծո նման։ Օրինակ մարդու բնությանը շատ հարազատ է, գիտեք ինչ է, ինքը ինձ վատություն է արել, մի հատ Աստված իրան պատժի։ Այս ինչ մարդը, չգիտեմ ինչ արել, մի հատ Աստված, այս մարդու բնությանը շատ հարազատ է այստեղ մտածելը, բայց Աստծուն նման չի սա։ Ինքը ինչ է արել, վատ բան է արել, ուրեմն պետք է շատ աղոթեմ իր համար, որովհետև ինքը վատ վիճակի մեջ է գտնվում։ Որովհետև ինքը սատանայի գործ անում, դրա համար պետք է շատ աղոթեմ իր համար, որ ինքը սկսի Աստծո գործ անել։ Այս է Աստծո նման մտածելը։ Երբ որ Աստված տեսնում է, որ իր որդիները հանկարծ մեկը մի շատ մեծ սխալի մեջ է, ինքը ինչ է մտածում Աստված։ Մի բանով խփեմ գլխին, առաջին հերթին մտածում է, որ մի հատ իրան հանեմ այդ սխալի մեջից։ Մի հատ կանգնեցնեմ ցեխի մեջից, մաքրեմ, ապրեցնեմ։ Դուք ձեր երեխաների համար ո՞նց եք մտածում։ Որ դուրս է գալիս դրսում վազվզում է ցեխաջրի մեջ, մտածում եք այ տենց, դե մնա դրսում է ցեխաջրի մեջ էլ մնա, այտենց չեք մտածում, չէ՞։ Ինչ եք մտածում, որ Աստված մեր մասին հանկարծ այդպես կմտածի։ Ես ուզում եմ, որ ձեր միտքը իսկապես փոխվի, բայց այս բաները կարելի է ճանաչել միայն Աստծո խոսքի մեջ։ Որտեղից իմանանք, որ Աստված ուրիշ ձև է մտածում, եթե մենք չկարդանք իր մտածածը։ Մի ուրիշ բան դա աղոթքն է։ Առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխում 17-րդ խոսքում գրված է անդադար աղոթք արեք։ Աղոթքը դա հարաբերություն է Աստծո հետ։ Աղոթքը անգիր արած խոսք չի ուղղված Աստծուն։ Մեկ մարդկանց, որ ասում են աղոթեք, ասում են ախր աղոթել չգիտեմ։ Ձեզ պետք չի սովորել ինչ-որ յուրահատուկ բառեր։ Ձեզ պետք չի ընտրել են ամենաճոխ բառերը Աստծո հետ խոսելու համար։ Մի դեպք պատմեմ, հիշում եմ, որ մի ընտանիքի մեջ վկայել էին մի մահացող շատ ծեր մի մարդու։ Երևի մի 10 տարի առաջ էր,
Այս մարդը լրիվ բաց սրտով ընդունել էր շատ ծեր տարիքի մի մարդ, ամբողջ կյանքը ապրել է կոմունիստական երկրում։ Իրեն հրավիրում են աղոթքի, ասում են արի աղոթք անենք Հիսուսին, դու էլ խոսա Հիսուսի հետ, կանչի Հիսուսին։ Գիտեք աղոթքը ոնց է սկսում։ Ընկեր Հիսուս, Աստված սրան չնայեց, Աստված նայեց այդ մարդու սրտի անկեղծությանը, որ ընդունել է իրեն։ Հեռու չգնանք, այնքան եմ տեսել, այսօր կարող է մարդիկ չեն զգում, բայց ես գնահատում եմ այն, որ իրանք չեն զգում այդ պահը։ Մեկ էլ ասում աղոթում էի, ասեցի, արա ախպեր, բասենց կլինի։ Աստված սրան չի նայում, գիտեք։ Ես իրա սիրտն է, ես մարդն է, բայց այդ անկեղծ մոտեցում է Աստծուն։ Հոճող բառերով չի որոշվում աղոթքը։ Ոնց կաս այնպես գալիս ես Աստծո հետ խոսելու։ Աստված քեզ նայում է որպես իր որդի։ Հա, վաղը կմաքրի քո շուրթերը, բայց այսօր լավ է որպես որդի մոտենաս իրեն։ Ոչ թե աղոթքի ժամանակ մտածես ինչ խոսես։ Մոտեցիր անկեղծ սրտով, բաց սրտով, որ հայր, եկել եմ քո գիրկը։ Այսինքն ուտես կընդունելություն է, ոնց կգրկի քեզ, ոնց կընդունի քեզ։ Ու հարաբերությունը դու պահիր մշտական։ Սրա մեջ մի կարևոր բան կա, երբ որ խոսքն ու աղոթքը հարատևում է մեկի կյանքում, նա է հաջողության հասնում։ Այն մարդը ում կյանքում որ դա մշտական չի, նա չի կարող հաջողության հասնել։ Պատկերացնեք սպորտսմենը, որ վարժվում է ինչ-որ մի սպորտի մեջ, որ պիտի դառնա չեմպիոն, չգիտեմ, հասնի հաջողությունների, ինքը հաջողություն ունենում ամենակ մի պատճառով, հարատևության պատճառը։ Երբ որ հարատևում է իր պարապմունքների մեջ, նոր է հաջողության հասնում։ Հարատևեք աղոթքի մեջ, հարատևեք խոսքի մեջ։ Մեկ-մեկ ձեր մի ժամ, չգիտեմ, 2 ժամ օրական կարդալ, աղոթելը, չգիտեմ, ով ինչքան է զբաղվում խոսքով ու աղոթքով, բայց ինչքան դա շատ լինի, այնքան ձեզ օգտակար։ Ինչքան քիչ մտածեք այս աշխարհի նման, այնքան դուք կփոխվեք մտքով։ Մեկ-մեկ որ ասում ենք հեռուստացույցը անջատեք, այդ սերիալամոլությունը անջատեք, ու կարդացեք, աղոթեք, ինչի ենք ասում, ու նրա համար չի, որ, չգիտեմ, որ դուք անջատեցիք ձեր հեռուստացույցը, ես փող կշահեմ։ Այսպես բան չկա, մենք ուղղակի ձեզ սովորացնում ենք, որն է ճիշտը։ Եթե դու անընդհատ այս աշխարհի ինֆորմացիան ես լսում քո մեջ, անընդհատ լսում ես հարևանների բամբասանքը, բնական չի, որ եկեղեցում էլ դուք սկսես բամբասել, ու մարդկանց խոսացածներին կնայես որպես բամբասան։ Դու չինչիր քո մեջից դրանք։ Դու սկսի մտածել Աստծո նման։ Տեսել ես թերությունը ոչ թե ուրիշին ասա, այլ Աստծուն ասա, կպի Աստծուն ասա, մինչև չփոխես այս թերությունը չեմ հանգստանա։ Քեզ իշխանություն է տրված աղոթելով։ Մտածիր Աստված ինչ է ուզում այդ պահին։ Մի լավ միջոց կա, գիտեք։ Երբ որ գալիս է մի պահ, որ դու պիտի գործես, ինչ որ մի գործ պիտի անես, դու մտածում ես, տեսնես Աստված ուզում է թե չէ։ Ուղղակի օգտագործի քո պատկերացումը։ Եթե Հիսուսը մարմնով լիներ երկրի վրա, այդ պահին ինչ կաներ։ Դու պատկերացումը օգտագործի ու այն ինչ որ դու կուտակել ես Աստվածաշնչից, դա կգործի այդ ժամանակ։ Ոնց է կուտակածը կգործի ու քո պատկերացումը դրան համապատասխան կլինի։ Դու չես կարող պատկերացնել, որ Հիսուսը սուտ կխոսեր։ Եթե դու ճիշտ ճանաչել ես Հիսուսին, պատկերացնես, որ Հիսուսը սուտ խոսեր։ Դու պատկերացնես, որ Հիսուսը գողություն աներ։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, բա որ չգողանան, ոնց ընտանիքս պահեմ։ Իսկ դու պատկերացնես Հիսուսը լիներ քո փոխարեն ու ինքը գողություն աներ, որ իր ընտանիքը պահեր։ Քո պատկերացման մեջ սա տեղավորվում է, ուրեմն լավ չես ճանաչում Հիսուսին։ Իսկ եթե չի տեղավորվում, ուրեմն դու էլ մի արա, ապրի ոնց որ Հիսուսը կապրեր։ Այդ մտածելակերպի փոփոխությունը բերում է իշխանության ճիշտ օգտագործում, բերում է իշխանության զորավոր օգտագործում, որովհետև Հիսուսը մոտենում էր մարդկանց, բուժում էր ինչու, որովհետև ինքը մտածում էր հոր նման, կարողանում էր հոր տված զորությունը կիրառել կյանքում։ Ինչ ես մտածում, դու քո որդիական հարաբերությունը ունես քո հոր հետ ամեն օր։ Արդյոք ճանաչում ես իշխանության սկզբունքը, համակարգը, ոնց է գործում իշխանությունը։ Ինչ տեսար քո մեջ։ Արդյոք մեկացել ես Աստծո հետ նպատակի մեջ։ Ուզում եմ որ հիմա միայն քեզ քննես ուղղակի։ Որքան ես օրվա մեջ մտածում Աստծո նման։ Որքան ես մտածում ես աշխարհի մարդկանց նման։ Եթե տեսնում ես որ դեռ ինչ-որ բաներ կան, որ պիտի փոխվեն, դրանք հաստատ կան։ Քանի երկրի վրա ենք, պիտի աճենք Աստծո նման մտածելու մեջ։ Ես մի գաղտնիք ասեմ, մենք երկնքում էլ պիտի փոխվենք։ Երկնքում էլ մեր միտքը պիտի փոխվի նմանվելով Աստծո մտածելուն։ Որովհետև Աստծո մտածելակերպը անսահման մեծություն է։ Իսկ մենք սահմանափակ մարդիկ ենք։ Նույնիսկ Աստծո հետ երկնքում մենք պիտի սովորենք մտածել իր նման։ Շարունակաբար պիտի աճենք իր նման մտածելու մեջ։ കാരണം եթե կմտածես, որ այսօր դու կատարյալ Աստծո նման ես մտածում, շատ կսխալվես։ Ինքդ քեզ մի խաբիր, ոտքի կանգնիր։